Ջայլամի մսերը չորացրեցինք, հիմա պատրաստում ենք համով չաման։ Ահա մսերը լավ չորացել են։ Շատ լավ։ Ունենք այստեղ 50 գրամ սխտոր, փոշի սխտոր, 5 գրամ շաքարավազ, 5 գրամ աջիկա, Դավիթի տված աջիկան է, կծու, համով, ընտիր աջիկա է, 5 գրամ ունենք դարչին, 5 գրամ քաղցր բիբար, 5 գրամ մեխակ, 100 գրամ ունենք չաման, 1 լիտր ջուր լցրել ենք նախապես, 1 լիտր էլ ունենք այստեղ։ Հիմա համեմունքները խառնում ենք իրար։ Ստացվելու է շատ համով չաման, շատ։ Ես արդեն պատկերացնում եմ ինչ համով է լինելու չամանը։ Լավ մանրացնում ենք, կլցնենք 1 լիտրը։ Ընդհանուր ունենք 2 լիտր ջուր։ Ոնց որ ասել եմ, այսպես սիրուն լցնում ենք համեմունքները։ Շատ լավ է։ Հիմա կթողենք այս ժամ գլուծվի ջրի տակ ու կխառնենք։ Կես ժամը լրացավ, հիմա խառնում ենք չամանը։ Ահա, բացվել է արդեն, շատ լավ։ Համեմունքները լավ լուծվել են։ Ընթացքում չամանը էլի կպնդանա, բայց մենք միսը արդեն կտեղադրենք չամանի մեջ։ Միշտ հիշեք, աղ չենք լցնում չամանի մեջ, հետևորդները գրում են աղ չենք լցնում, աղ չի կարելի լցնել։ Մենք լավ լվանում ենք հոսող ջրի տակ 24 ժամ, այդ ամբողջ աղը ինքը նայեք դուրս է տվել արդեն։ Ինչքան որ պետք է արդեն հերիք է այդքան։ Հիմա տեղադրում ենք չամանի մեջ երկրորդը եւ երրորդ ջայլամի միսը։ Թողնենք 5 օր կմնա չամանի մեջ, հետո միասին կթաթախենք։